վիճակում կայք։ Հենց պատասխան 7 անգամ չափենք, մեկը կտրենք, տրամաբանությունը ստեղծի գործի։ Ողջույն սիրելի հայրենակիցներ, մենք հաղորդաշարն է Հայք News լրատվականի եթերում, հյուրս այսօր դեմոկրատական Այլընտրանք կուսակցության նախագահ Սուրեն Սուրենյանցն է։ Շնորհակալ եմ պարոն Սուրենյանց, հրավերս ընդունելու համար։ Երեք ազգային ժողովի առաջ պահանջ դրվեց սկսելու Նիկոլ Փաշինյանի վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձին անվստահություն հայտնելու գործընթաց, պահանջը ներկայացնողները Արթուն ենք շարժման համակարգող Նարեկ Մալյանն էր եւ շարժման համակիր Էդգար Ղազարյանը։ Հիմա հասկանանք ձեր օգնությամբ, թե որ դեպքերում են ընդհանրապես պետությունները կամ քաղաքական ուժերը impeachment ներկայացնում, անվստահություն հայտնում օրվա իշխանությանը կամ օրվա ղեկավարին, երբ որ թերթում ես պատմական այսպես, անցուդարձը, ես օրինակ նկատեցի, որ այդպիսի գործընթաց իրականացվել է Միացյալ Նահանգներում, երբ Ռիչարդ Նիքսոնի օրոք, երբ եղել է ուղղակիորեն իշխանության չարաշահում, կա նաև Հարավային Կորեայի նախագահի օրինակը կոնկրետ առնչվում է կոռուպցիոն սկանդալի հետ 2017 թվականին նրա հետ կապված ևս impeachment հայտարարվեց եւ նա հեռացվեց պաշտոնից։ Հայաստանի պարագայում պարոն Սուրենյանց այդ բոլորը կա, կոռուպցիա էլ կա, ամեն ինչ է կա, բայց կա նաև մի սարսափելի բան, որը կոչվում է հայրենիքի հանձնում, մեր տարածքների անվտանգության խնդիր։ Եվ հետևաբար այս ամբողջը պատմական փորձի հետ համադրելով ինչ ենք մենք տեսնում, որ այն գործընթացը, որը ներկայացնում է այսօր Նարեկ Մալյանի եւ Էդգար Ղազարյանի ձեռքով, impeachment սկսելու, կարող ենք վստահաբար ասել, որ օրինական է, թե իրավական առումով, թե քաղաքական։ Նախ ինքը չի կարող անօրինական լինել, թեկուզ եւ այն պատճառով, որ սահմանադրական մեխանիզմ է, զուտ ֆորմալիստական տեսանկյունից, ազգային ժողովի ցանկացած պատգամավոր, իհարկե հիմքերի դեպքում կարող է նման գործընթաց սկսել։ Իսկ հիմքերը, այսինքն ճշտենք, ֆորմալիստական առումով ամեն ինչ առավել քան լեգիտիմ է։ Բովանդակային առումով նույնպես լեգիտիմության խնդիր չկա, որովհետև ընդհակառակը շատ դժվար են դրվագները, որոնց պատճառով հնարավոր չի Փաշինյանին impeachment-ի ենթարկել։ Նրա գործունեության 90%-ը impeachment-ի ենթակա արարքներ են։ Այն որ ասում են թղթածրարն այնքան ծանր է, եթե անգամ ձևակերպենք հանցագործությունների։ Impeachment-ով ինքը չի բրծնի, եթե ընդհանրապես նման բան հնարավոր լինի անել։ Impeachment-ով հաստատ գործընթացը չի ավարտվի, որովհետև նրա իշարք արարքներ քրեական օրենսգրքի հետ են առերեսվում, կամ աղերս ունեն քրեական օրենսգրքի ծանր հանցագործությունների բաժնի հետ, հետևաբար այստեղ մեզ չգեր բաներ պետք չի, միայն մի փաստ կարող են բերել, եթե նույնիսկ մյուս փաստերի վրա շատ չծանրանանք։ Նրա կառավարության ԱԺ կողմից հաստատված ծրագիր ընդհանրապես գլխիվար շուրջ տրված է, որևէ բան այդ ծրագրից չի իրականացվել։ Միայն դա բավարար է, որպեսզի նույնիսկ կառավարող կուսակցությունը impeachment-ի գործընթաց սկսի։ Ուրեմն ֆիքսեցինք, իրավական քաղաքական հիմքերն առկա են։ Եվ ուրեմն, բայց գործընթացը միայն իրավաքաղաքական համատեքստ չի ունենում, ունենում է նաև իմպլեմենտացիայի կամ կիրառականության դաշտ։ Իսկ ինչքանով է դա հնարավոր, ամեն օբյեկտիվ եւ արդար բան չի ցավոք սրտի, որ իրականություն է դառնում եւ ճիշտ հակառակը, երբեմն տեսնում ենք, որ անհիմն մի բան իրականություն է դառնում։ Օրինակ Նիկոլ Փաշինյանի վերարտադրությունը 2021-ին ինքը չուներ որևէ քաղաքական հիմնավորում, բայց տեղի ունեցավ։ Հիմա այս դեպքում հակառակն է, բոլոր արգումենտները կան, իրենք շատ հիմնավոր են, շատ լեգիտիմ են, բայց մենք չգիտենք դրա իրականացման ցիկլը արդյոք հաջողության կպսակվի թե չէ։ Տեսեք, ես որպես քաղաքական գործիչ եւ կուսակցության ղեկավար, որը Փաշինյանի անհապաղ հրաժարականի կողմնակից է եւ սահմանադրության բոլոր մեխանիզմները իրենն է համարում, չեմ կարող impeachment-ի գաղափարին դեմ լինել։ Բայց impeachment-ի
իրականացման նախադրյալների հարցով թերավատ եմ այս բանը։ Եկեք սկսենք հերթով, թե որն է թերավատության, հա, պատճառը։ Սովորաբար որ խոսվում է այս մասին, առաջին հարցը տրվում է հետևյալը. իսկ արդյոք իշխանության թիմը, իշխանական թիմը, ԿՊ պատգամավորները համապատասխան ձայներ կտան։ Ոչ։ Բայց ես կուզեմ այս մի փոքր հետո այդ ոչին անդրադառնալ, որտեղ ինձ համար շատ ավելի կարևոր է առաջին փուլը ընդդիմությունից եկեք սկսենք, հա, ես կառաջարկեմ, այո, որտեղ դա ամենակարևորն է։ Բավարար 36 ձայնը հավաքել չի կարող։ Իսկ ընդդիմությունն իր ներսում ունի համախմբվածություն, եկեք այդ գաղափարի ընկալումից սկսենք։ Պարոն Սուրենյան, ի վիճակի չէ նման գործընթաց իրականացնել։ Միայն ձայներն են խնդիրը։ Ոչ, բովանդակային առումով էլի վիճակի չի։ Իրենք ունեն ծրագիր ընդհանուր բոլորը միասին այդ ծրագիրը ցավոք սրտի ոչ։ Այդտեղից է սկսվում։ Ցավոք սրտի ոչ, որովհետև իրենք նախ ձայներն էլ չի բավականացնելու։ Հետո այնտեղ անպայման գտնվելու են մարդիկ, որ այդ օրերին կորելու են։ Հիմա ֆորմալ առումով իրենք 34 մանդատ ունեն երկու խմբակցությունները, եթե հաշվի առնենք, որ Գեգամ Նազարյանն ու Իշխան Զաքարյանը դուրս են եկել, բայց երկու կորուստել ունի ԿՊ-ն։ Դա էլ եկեք հաշվի առնենք։ Հա, բայց 36 Բայց 36 ստորագրություն չեն հավաքի ոչ միայն այն պատճառով, որ երկու падգամավոր դուրս է եկել, այլ նաև այն պատճառով, որ մի շարք ընդդիմադիրներ այդ օրերին կորչելու են, կորելու անետանալու։ Ահա, եկեք հիմա հասկանանք ինչ է կատարում ընդդիմության ներսում փոխհարանական ընդդիմության։ Ընդդիմության զգալի հատված ցավոք սրտի արդարադատության եւ օրինականության հետ որոշակի խնդիրներ ունի։ Այսինքն Նիկոլ Փաշինյանը նրանց դեմ կաշկանդված են, ավելի ուրիշ ժողովրդական լեզվով ասենք, կաշկանդված են ինչ-որ գործոններով։ Իշխանության մոտ կա գործիքներ իրենց վրա ճնշում բանեցնելու, հա։ Դուք միջև քրեական գործեր։ Դե ինչու ոչ։ Էդ էլ կա գույքի խնդիրել ունեն, ազատությունից զրկվելու վտանգել ունեն։ Այսինքն մարկային բոլոր այն խնդիրները, որ կարող են առաջանալ։ Սա մեկ, ինչպես ասում են։ Սա մեկ։ Երկրորդը, որպեսզի իմպիչմենտը ոչ միայն իրավական, նաև քաղաքական առումով լեգիտիմ լինի, որտեղ լեգիտիմություն ընդհանրապես երկու բաղադրիչ ունի, մեկը իրավականն է, մյուսը քաղաքականն է։ Դու պետք է կարողանաս այլընտրանքային այնպիսի ծրագիր ներկայացնել, որտեղ իմպիչմենտը ինչ է ենթադրում, որ մեկին փոխարինում ես մեկ այլ։ Իսկ մեկին անվստահություն ես հայտնում, բայց ավտոմատ նույն որոշման երկրորդ կետով, ասենք X-ը դառնում է վարչապետ։ Հիմա Առաջնորդի խնդիրը դուք նկատի ունեք։ Նախ ծրագիրը քննարկենք։ Արդյոք գործող խորհրդարանական ընդդիմությունը ունի հստակ այլընտրանքային քաղաքական ծրագիր։ Իմ կարծիքով ոչ։ Դա ասում են ունենք։ Դե ուռա հայրենասիրությունը այնքան էլ քաղաքական ծրագիր չի։ Այսինքն Նիկոլ Փաշինյանի ուրացմանը հակադրվել ուռա հայրենասիրական թեզերով։ Չէ, բայց այնտեղ կա օրինակ, ասենք, Դաշնակցությունը, որ տարիների շարունակ ով ասես, որ դա ծրագիր է։ Հա, դա ուրիշ բան է։ Ով ասես, որ դա իսկ հանրապետականը պատիվ ունեմը ներկայացնում։ Գիտեք, այստեղ ավելի շատ Հայաստան խմբակցությունը դեր ունի, որտեղ մեծականակ խմբակցությունը ինքն է, բայց պատիվ ունեմն էլ հիմա ես չեմ ուզում մեկը մյուսից առանձնացնել, խոսում եմ ընդհանուր խորհրդարանական ընդդիմության կողմից։ Եվ վերջապես երրորդը, իրենք այո չեն կարողանում ընդհանուր հայտարարի գալ տեխնացուի շուրջ։ Այդ արդեն շատ տարօրինակ, օրինակ շատ բնական պետք է լիներ, որ եւ Հայաստան խմբակցությունը եւ պատիվ ունեմը տեխնացուներ ունենային վարչապետի։ Ի վերջո Նիկոլ Փաշինյանի հետ կարող է մի բան պատահի կամ հրաժարական տա կամ չգիտեմ ինչ լինի։ Այնք արդյոք վերջի պահին են տեխնացու ունենալու։ Դուք կարծում եք իրենք չունեն, թե չեն հայտարարում, դա տարբեր բաներ են։ Գիտեք, այդ շատ ավելի վատ նշանակում է մտքում ունեն մեկին, որի անունը վախենում են հնչեցնել, որտեղ այդ մեկը հասարակական համակրանք չի վայելում։ Այո, օրինակ Հայաստան խմբակցության առաջնորդը Ռոբերտ Քոչարյանը։ Բայց եթե բան չի փոխվել, Ռոբերտ Քոչարյանը չէ՞ դիլնի։ Բայց դեպքում ինչի չեն ասում, որ Ռոբերտ Քոչարյանն է մեր տեխնացուն։ Որպեսզի խոցելի կամ խոցելի է, կամ մտածում են գուցե կթիրախավորվի։ Ի վերջո ինչն է պատճառը։ Այո, գուցե նաև եթե շատ անկեղծ ենք զրուցում, այդ մարդու կերպարով հնարավոր չի հասարակությանը կոնսոլիդացնել։ Դա իրականություն է։ Եվ դրանում համոզվել են երևի թե 2021-ով։ Դե ինչի ոչ։ Բայց ինչու է պատրաստվում 26-ին գնալ այդ դեպքում։ Եթե իրան պետք է հարց ուղենք, ես հույս ունեմ, որ այնուամենայնիվ
գոնե մյուս երկու նախկին նախագահների օրինակին կհետևի եւ ամբիցիաներից կհրաժարվի։ Վերջերս հայտարարեց Սերժ Սարգսյանը, որ չի մասնակցել։ Իր դեմքով չի մասնակցել։ 2021-ին էլ իր դեմքով չի մասնակցել, անուն արդարության շեշտենք։ Լևոն Տեր-Պետրոսյանն էլ հարկադրված է եղել ցուցակում ՀԱԿ-ի, որովհետեւ հիշում եք ինքը փորձում էր բոլոր նախագահներին համախմբող դաշինք ձևավորել, բայց իրենցից ոչ մեկին չառաջադրել, ստացվեց այդպես ստիպված, այո։ Հիմա տեսեք, ես հույս ունեմ, որ Ռոբերտ Քոչարյանն էլ մինչև 2026-ի ընտրությունները կվերանայի իր մոտեցումները եւ իր դեմքով չի մասնակցի ընտրություններին, որովհետեւ 3 նախագահներից որևէ մեկը անկախ այն հանգամանքից ում ինչքան եմ հարգում կամ ում ծրագիր ինչքան եմ ընդունում, ի վիճակի չեն հասարակական կոնսոլիդացիա ապահովել։ Դա փաստ է, իսկապես փաստ է։ Իրանց ծառայությունները գնահատելով հանդերձ որևէ մեկի անձի հանդեպ հիմա որևէ բան չեմ էլ ասի, գնահատելով իրանց ծառայությունները, իրանց փորձը, իրենց երկարամյա կառավարման հմտությունները նաև, իհարկե բոլորն էլ ունեն բաց թողումներ նաև, բայց իրենցից որևէ մեկը հետևելով հասարակական տրամադրություններին, ես վստահ եմ, որ չի կարող դառնալ նոր որակին դիմության խորհրդանիշը կամ այն պերսոնը քաղաքական, որ լայն կոնսոլիդացիա կարող է ապահովել։ Դա Լևոն Տեր-Պետրոսյանն ու Սերժ Սարգսյանը հասկացել են։ Ի պատիվ իրենց։ Ես հույս ունեմ, մեծ հույսեր ունեմ, որ Ռոբերտ Քոչարյանը նույնպես կհասկանա, հակառակ դեպքում շատ մեծ է վտանգը, որ կարող է կրկնվել 2021-ի մոդելը։ Այո։ Իհարկե նույն կերպ չի կարող կրկնվել, որովհետև ԿՊ գահավիժող վարկանիշ ունի։ Հա, բայց եթե չկա այլ ընտրանքը, բայց մենք 2021-ին տեսանք Նիկոլ Փաշինյանը ինչպես հմտորեն օգտվեց այդ հանգամանքից։ Ու մարդիկ ստիպված են լինելու, ասեն, քանի որ նրանք են կգնանք նորից կընտրենք Նիկոլին, այդ վտանգը կա, չէ՞։ Այո, գանք մյուս կետին։ Երբ որ ակտիվ փողոց չկա, ենթադրել, որ խմբակցությունից ինչ-որ բեկորներ են փոխվելու, դա միամտություն է։ ԿՊ-ից։ Այո։ Այսինքն դուք չեք ընդունում Նարեկ Մալյանի այն միտքը, որ պետք է աշխատել ԿՊ-ի վրա, ասում է օրինակ գնում եք իրար այդ գարեջուր խմելու։ ԿՊ-ի վրա աշխատելը, գիտեք ոնց է, դա միայն ակտիվ փողոցի պարագայում է լինում։ Ճնշման դեպքում։ Դա միայն զանգվածային ակտիվ փողոցի, որ իշխանությունը ճաքեր է տալի։ Դե դա էլ ասվում է։ Կամ էլ արտաքին աննախադեպ ճնշումների, բայց արտաքին աննախադեպ ճնշումների դեպքում իհարկե Աստված մի արածը դա լավ սցենար չի։ Այդ ժամանակ բանի իմպիչմենտին չի էլ հասնի, որովհետև իշխանության բուրգը կփլուզվի։ Ակտիվ փողոցի դեպքում իմպիչմենտի հավանականությունը շատ մեծ կարող է լինել։ Այս պարագայում ոչ։ Եվ շատ կարևոր մի բան, իմ ընկերներն են թե Էդգար Ղազարյանը, թե Նարեկ Մալյանը, ես իրենց խորհուրդ կտամ։ Իմպիչմենտը որպես տրիգեր ապագա ընտրությունների համատեքստում կարող է դրական լինել այդ գաղափարը։ Բայց պետք չի իմպիչմենտի մեխանիզմը հակադրել հերթական ընտրությունների գաղափարին։ Իսկ գուցե այն է, ինչ իրենք ճիշտ են անում, մեխանիզմը հետևյալն է իրենց impeachment խորհրդարանում սկսվում է, փողոցը գեներացվում է եւ ձեր ասած հայ տրամաբանության մեջ գուցե եւ ԿՊ-ականները ի վերջո շատերը խելքի կամ որոշակի հատված խելքի կգան, կհասկանան, որ իսկապես ճնշում կա ժողովրդի եւ կգնան նման ակնկալիքների հավանականությունը շատ փոքր է։ Այս ընդհանրապես առաջարկում եմ կազմակերպիչներին impeachment-ի գաղափարը եւ արտահերտ ընտրությունների գաղափարը իրար չհակադրել։ Չէ, զուգահեռել։ Այո, չէ, իրանց մոտ մի քիչ հակադրության էլեմենտ եմ ես տեսնում, ասում են միայն այս ճանապարհով է հնարավոր Նիկոլ Փաշինյանի հեռացումը։ Գներեք, իսկ դուք կարծում եք ընտրություններով հնարավոր է։ Իհարկե։ Ինչպես։ Ես չեմ կարծում։ Այդքան մեծ լծակներ ունեցող իշխանությունը կարող է տեղի տալ։ Վերջերս երկու համայնքներում ընտրություններ էին։ Այստեղ վերլուծաբանները մեկ այլ բան են տեսնում, քաղտեխնոլոգները եւս, ասում են Նիկոլ Փաշինյանը այստեղ այսպես մի բանի գնաց, խաղի գնաց, բոլորին համոզելու քաղաքական դաշտին, որ դա հնարավոր է։ Որպես Գյումրիի ընտրությունների շատ ակտիվ մասնակից, կուսակցության ղեկավար ձեզ ասում եմ, որ առավելագույն վարչական ռեսուրսների չարաշահում էր տեղի ունենում,
ցանկալի արդյունք ստանալու համար չի ստացվել նույնիսկ այդ պարագայում։ Բայց այնուհանդերձ իրենք կարողացան, չէ, 17000 ձայն, այնինչ չէր Բայց եղել կարողացան հաղթել։ Հիմա խորհրդանի ընտրությունում էլ կարող հավաքեն 35-ի 6%, բայց հայտնվեն քաղաքական փոքրամասնության մեջ, ի վերջը խորհրդանական ընտրության մոդելը նման բան ենթադրում է։ Անսորանյաց, բայց դուք տեսակ չէ ինչ զեղծարարությունների գնացին։ Էլ Վիվարո, էլ 4 հոգանոց բնակարանում Գյումրիում 12 հոգի գրանցել։ Չէ, ուզում ասել 1000 դա ավելի մեծ չափերով կլինի համապետականի ժամանակ։ Չէ, դա հանրապետականի ժամանակ ավելի դժվար է լինելու։ Որտեվ հանրապետականի ժամանակ մասնակիցների թիվը շատ ավելի մեծ է լինում, շատ ավելի ազդեցիկ անդիմություն ներկայացված է լինում, որպես կանոն։ Ժողովուրդն էլ ավելի քաղաքականացված է լինում։ Իսկ եթե ընդդիմությունը հանդես գա պառակտված, հետաքրքիր մոդել խաղարկվեց, չգիտեմ, պատահաբար եղավ թե հետաքրքիր մտածված Գյումրիում, ընդդիմությունը տարբեր, հա, այսպես դեպքերով հանդես եկան։ Գյումրիի մոդելը շատ վատն էր։ Ասեմ Բայց հետո միավորվեցին։ Հա, այդ երկու դրական բան կա այնտեղ, դա այնա որ ԿՊ-ն իշխանություն չձևավորեց, եւ երկրորդը որ ընտրությունների ինստիտուտի նկատմամբ հասարակության հավատը վերականգնվեց կամ մեծացավ, հա։ Ինչի մասին նոր խոսում էի։ Այդ երկուսը դրական են, բայց Գյումրիի մոդելը տարածական չի երկրի համար մի շատ բարձ պատճառով, որովհետեւ Գյումրիում 3 սեգմենտ է հաղթել։ Հաղթել է իշխանությունը իր ռեսուրսով եւ Գյումրի երկու ազդեցիկ կլանները։ Ինքնին հասկանալի է, որ դա հանրապետության վրա տարածել չենք կարող։ Բայց մեր հասարակության մտածողության մեջ դա կա, ազդեցիկ։ Հա, բայց Վարդան Ղուկասյանն ու Մարտին Գրիգորյանը դուք ինձանից լավ գիտեք, որ Գյումրիից դուրս ուղղակի չունեն ազդեցություն։ Դրա համար եմ ասում, Գյումրիի մոդելը տարածական չի հանրապետության վրա։ Տարածական այն մասով, որ մենք տեսանք ԿՊ-ի գավիժող վարկանիշ, այդ կապ չունի, որ 17000 ձայն էին ստացել, համեմատում են նախորդ ընտրությունների հետ, ավելի լավ է իրանք նայեն դինամիկան։ Իսկ հասարակության մեծամասնությունը իրանց մերժում է։ Դե խնդիրը գիտեք որն է, պարոն Սուրենյանց, այդ երկու անձիկ Գյումրիի մակարդակում էին ընդունելու, ընդունելի Գյումրեցին գնաց ընդունեց։ Հիմա եթե համապետական ընտրությունների ժամանակ գտնվեն դարձյալ այն երկու անձիկ, այո, ես այդ համաձայն եմ, ընդդիմության ժողովրդի ընդհանուր ուրեմն ընդդիմության միասնական ցուցակ չի լինելու։ Ընդդիմությունը ճիշտ կանի, այո, 4-5 խոշոր բևեռով, բայց ոնց որ Գյումրիում ներդաշնակ մասնակցի ընտրություններին։ Այդ առումով այո։ Եվ դա հրաշալի համախմբում կլինի այն, երբ որ վերջում, հա, մի ցուցակ չի լինելու, դա բլեֆ է, բուտաֆորիա է, 30 տարվա քաղաքական փորձ ունեմ, 95 թվականից սկսած բոլոր ընտրություններից առաջ ընդդիմությունը հերոսաբար փորձել է միասնական ցուցակ կազմել, հետո հերոսաբար ձախողել է այդ առաքելությունը, որովհետև դա չի կարող չձախողվել, շատ բարձ պատճառով։ Ընդդիմադիր դաշտի տարբերություն իշխանության ուղղաձիգ կառավարման չի ենթարկում, ոնց կարող են միանգամայն տարբեր քաղաքական ուժեր մի ցուցակի մեջ ներառվել։ Ի վերջո նաև ամբիցիաները չմոռանանք, անձնական հարաբերություններ, հազար ու մի խնդիր կա։ Փոքր երկիր ենք, չէ, բոլորս բոլորին ճանաչում ենք, ունենք լավ ու թարս հարաբերություններ, նաև անձնական դաշտում։ Այո, իդեպ ուզում եմ հիշեցնել, մի քանի ժամ առաջ Ռոբերտ Քոչարյանը ելույթ է ունեցել հայկական համալսարան ունկնդիրների առաջ եւ իրեն հարց է տրվել այդ համախմբման հետ կապված, որովհետեւ 3 խոսք էր գնում եւ օրինակ Նարեկ Մալյան այն համոզման է, որ իմպիչմենտին 2 անձիկ է որ դեմ են, դա Նիկոլ Փաշինյանն է եւ Ռոբերտ Քոչարյանը։ Մեծ հաշվով 2 անձից է կախված, այսպես ասած։ Ինքը այդպես է ձևակերպում արել։ Չի ուզում հեռանա եւ ամեն ինչ անելու է, որ իրեն չկարողանան հեռացնել։ Ռոբերտ Քոչարյանից էլ այնքանով է կախված, էլի կրկնեմ։ Ինքը 28 մանդատի է տիրապետում, պատիվ ունենալը 6։ Տարբերությունը շատ մեծ է, առանց իրենց նախաձեռնող դիրքի իմպիչմենտի գործընթաց չէր կարող մեկնարկել։ Բայց իրենք ասում են չենք կարող, որովհետև միևնույն է ուզենանք էլ հնարավոր չէ, չկա այդքան թիվի։ Գուցե ակերտեն, գուցե այլ հաշվարկներ ունեն։ Ամենայն դեպս ես էլ կարծում եմ,
որ որպես տրիգեր իմպիչմենտի գաղափարը շատ լավն է, բայց ռեալիզացվելու շատ փոքր հեռանկար։ Պարոն Սուրենյանց, գալով Ռոբերտ Քոչարյանի խոսքին, ես ուզում եմ մի փոքր հատված մեջ բերեմ, եթե կարելի է։ Կոնկրետ նպատակի շուրջ, այո, ես տեսնում եմ, որ հնարավոր է համախմբվել։ Սա ի պատասխան այն հարցին, թե հնարավոր է իմպիչմենտի գործընթացի շուրջ, ի վերջո այդ երկու թևերը խորհրդարանական ընդդիմադիր համախմբվեն։ Նա գտնում է, որ այո, հնարավոր է, բայց հետաքրքիր նաև մի անկեղծ խոստովանություն է ասել։ Այո, նայենք մենք ինչ ենք հասկանում, նայած թե ինչ ենք հասկանում համախմբվելու տակ, եթե հասկանում ենք, թե ինչքան ընդդիմադիր կա, բոլորին հավաքել, ասել բոլորդ միասին եք, այդպես չի լինում։ Մենք մեզ չխաբենք։ Կոնկրետ նպատակի շուրջ, այո, ես տեսնում եմ եւ հնարավոր է համախմբվել, հնարավոր է որոշակի պայմանավորվածություններ ունենալ տակտիկական առումով, բայց բոլորը շատ տարբեր են։ Այստեղ եւ մոտեցումների հարց կա, եւ ընկալումների եւ անձնական հարաբերությունների հարց կա։ Մեկ նպատակի գնալ, խաղի կանոնները ֆիքսել, իրար հետ պայմանավորվել, իրատեսական եմ համարում եւ դա հաջողակներն են ասում են կոալիցիա կստեղծեն։ Խնդրեմ, այսինքն դասական մոդելի ասում եմ ես կողմնակիցն եմ համախմբման կամ տարաձայնություններ նախկին նախագահների մեջ, ես ունեմ այս նախագահի, դուք գիտեք։ Ռոբերտ Քոչարյանը, բայց այս պարագայում լիարժեքորեն կիսում եմ իր դիրքորոշումը, որտեղ քիչ առաջ ես նույն միտքը այլ բառամթերքով արտահայտեցի։ Այո, Քոչարյանը բավական անկեղծ է խոսել եւ անձնական մեկ դրոշի տակ ամբողջ ընդդիմությունը չի կարող միավորվել։ Այդպես չեղավ 2021-ին, այդպես չի եղել 2018-ին, այդպես չի եղել 2017-ին, այդպես որևէ ընտրության ժամանակ աշխարհում էլ նման բան չկա։ Բայց իհարկե Գյումրու հետ ընտրական խճանակները կարող է կրկնվել։ Այսինքն խորհրդարանում ասում են 4-5 ընդդիմադիր խմբակցություններ, որոնք տեսնում են, որ իրենց ձայների կոնսոլիդացիան կամ մանդատների կարող է բերել իշխանափոխության։ Այնտեղ իրենք կարող են համագործակցել, կոալիցիա ձևավորել։ Գյումրիի միջև ասում լավ մոդել չէր նաև, որովհետև ինձ դուր չեկավ, որ այդ ամեն ինչը, այսինքն ընդդիմության միասնականությունը չարտացոլվեց կոալիցիոն ուշագրով։ Եթե կոալիցիա չկա, քաղաքապետը փոքրամասնության քաղաքապետն է, այդ նման քաղաքային իշխանությունը երկար չի ձգելու վստահ եղեք։ Հա, դուք կարծում եք, դուք ի դեպ կրկնում եք ԿՊ-ականների խոսքերը։ Չէ, դա քաղաքագիտական աքսիոմ է, ես չգիտեմ ԿՊ-ում ինչ հաշվարկով են դա ասում։ Դե օրինակ կփորձեն խանգարել ծրագրերի իրականացման հարցում։ Գիտեք, փոքրամասնության վարչապետը կամ քաղաքապետը երկար ու կայուն իշխանություն ձևավորել չի կարող։ Դա աքսիոմ է քաղաքագիտության, ԿՊ-ն կասի, թե Պողոսը կասի։ Բայց այդ առումով վտանգավոր չի դառնում Գյումրին, վաղը կկանգնի, ԿՊ-ականները կասեն ժողովրդին տեսեք, դուք գնացիք սխալ ընտրություն արեցիք եւ ծրագրերը այն դրա համար որպեսզի չանեն, դերևս Վարդան Ղուկասյանը ժամանակ ունի։ Դերևս ամեն ինչ կորսված չի։ Ես իրան առաջարկում եմ, այստեղ ավելի շատ դա իրանից է կախված, ամբիցիաները մի կողմ դնի, ներառական քաղաքային իշխանություն ձևավորի եւ արագ են մյուս 3 խմբակցությունների հետ կոալիցիոն հարաբերություններ ձևավորի։ Այո, որ խորհրդարանից գնացինք այդտեղ։ Ես ճիշտ եմ համարում, որ եթե հետ ընտրական այնպիսի վիճակ լինի, որ ընդդիմությունը կարողանում է Նիկոլ Փաշինյանին հեռացնել իշխանությունից, դա ոչ թե բանավոր պայմանավորվածություն։ Կոալիցիոն ուշագիր պետք է լինի, կոալիցիա ձևավորվի եւ յուրաքանչյուրս իմանանք կոնկրետ կուսակցության պատասխանատվության չափը։ Որ չափով է պատասխանատվությունը, պատասխանատվությունը բերելու է խնդրի։ Բանավոր ասվել է, որ ամեն մեկը կստանա իր պատասխանատվությունը։ Դա բանավոր չի ասվում։ Հասկանալի է։ Քաղաքագիտությունը չափազանց լուրջ գիտություն է, որպեսզի հայավարի փորձենք ինչ-որ հարցեր լուծել։ Ճիշտ է, հենց հայավարի, այսպես ասած, ճակերտներում ասած լուծելու դեպքում է, որ հայտնվում ենք շատ հաճախ նման իրավիճակներում։ Լավ, այդ դեպքում ես հասկացա ձեր խոսքից, որ դուք ունեք իմպիչմենտը ընդունելով այնուհանդերձ իրականացման տեսանկյունից կասկած ունեք մեղմ ասած, որ չի իրականացվում։ Նախ 2 ամիս ամնում այդ Հա, էդ էլ կա, այսինքն չէ, բայց ավելի քիչ, մայիսի 8-ի դրությամբ
պետք է այս ամբողջը հստակ լինի, Դե չի որովհետև կարող 7 հստակ տարի լինել։ լրանում են Նիկոլ Փաշինյանի, չէ, եւ Չէ, դա կապ կապ չունի դա։ Անցած խորհրդանական ընտրությունների հետ պետք է համապատասխանեցնենք մինչև հունիսի վերջը։ Մինչև հունիսի վերջ օգոստոսի սկիզբ շատ լավ, դժվար է ասել կհասցնեն թե ոչ, Իհարկե այսինքն չեն ժամանակային հասցնի։ խնդիրներ Վստահ ունեն։ եղեք, որ չեն հասցնի։ Լավ, պարոն Սուրենյանց, ուրեմն եկեք հասկանանք, որն էր այս իմպիչմենտի աղմուկի այդ դեպքում նպատակը։ Աղմուկ չի։ Էլի եմ Ինչ է, ասում, շոու իրանք էր, տակտիկական ինչ էր։ որոշակի վերանայումներ են անում։ Նոր քիչ առաջ ասեց, այդ իմպիչմենտի գաղափարը չեն հակադրում արտահերթ ընտրություն, հերթական ընտրությունների գաղափարի հետ։ Այսինքն տրիգեր են օգտագործում ընդդիմության համար ավելի մեկնարկային լավ հնարավորություններ ստեղծելու համար կամ էլ ընդդիմության դաշտում արդյունավետ վերադասավորումներ առաջացնելու համար։ Բայց կներեք, սեպտեմբերից այլևս այդ գործընթացը իրավական տեսանկյունից էլ անհնար է իրականացնել, ինչի մասին։ Դնեն տրիգեր որպես կարող են օգտագործել։ Սեպտեմբերից Հակառակ պարագայում ստիպված պիտի արձանագրենք, որ հերթական քաղաքական գործընթացներ, որ հաջողությամբ չպսակվեց։ Եվ Բայց ես հերթական ասում եմ, կարելի է հիասթափությունը։ տրիգեր օգտագործել, այդպես դեպք ունենք մենք մեր իրականության մեջ։ Երբ է։ Նիկոլ Փաշինյանը իմպիչմենտի գաղափարը 2007-ի խորհրդանական ընտրություններում շրջանառեց, ոչ թե անպայման իմպիչմենտը իրականություն դարձնելու համար, այլ որպեսզի այդ տանով դաշինք օրինակ ստեղծի եւ ստեղծեց։ Ուզում եմ ասեմ, թե նախադեպեր կան։ Ուղղակի մենք հիմա Պետք է ոչ գտնվում թե ենք դա նպատակ դարձնել, այլ միջոց, ասածը սա։ հասկանալի է, ուղղակի մենք գտնվում ենք հիմա շատ ծանր վիճակում, 2007-ի իրավիճակը բոլորովին այլ էր, ընդդիմություն իշխանություն հարաբերություններն էլ էին այլ, կարելի է ասել, որ դասական հարաբերություններին հիմա ազգային ազատագրական պայքարի առաջ ենք։ Քաղաքական քաղաքագիտության աքսիոմաները ծանր իրավիճակը չի չերարկում։ Հասկանալի։ Մոդելավորումներ կան, մենք հեծանիվ չպետք է օրինենք։ Վաղուց մշակված քաղաքական մշակույթ, քաղաքական գործիքներ, քաղաքական տեխնոլոգիաներ կան։ Ցավոք սրտի մենք այն հասարակությունն ու քաղաքական էլիտան չենք, որ քաղաքագիտության մեջ նորամուծություններ կարողանանք առաջացնել։ Դե Բայց եղած գործիքակազմերն էլ չեն կարող այս իրավիճակի համար բոլոր նպաստավոր լինել, գործիքակազմերից դրա համար առանց մեկը մյուսին հակադրելու պետք է օգտվել։ Հա, համաձայն եմ, որ ինչ որ Ունիվերսալ էլ ասում են։ քաղաքական ժանրը, կանոնները դա են թելադրում։ Այսինքն գործ Եվ չանելուց լավ ընտրությունները, է սա։ եւ իմպիչմենտ, եւ հանրահավաքներ, այս բոլորը գործիքներ են համանդրական։ Այո։ Մեկը մյուսին չպետք է հակադրել։ Փոխ լրացման սկզբունքով բոլորից պետք է օգտվել, որպեսզի կոտրած տաշտակի առաջ չկանգնեն։ Մի բան ինչը չարեց ընդդիմություն այս 5 տարվա մեջ, կոմֆորտ այդ Շատ վիճակում բան չի հայտնվեց, արել։ իրեն դրեց այսպես լրագրողի դերում, հա, հարց էին տալիս, պատասխան էին ստանում, գործողություններ մենք չտեսանք եւ դուք շատ ճիշտ եք, համաձայն եմ, որ այո, բոլոր իրավիճակները պետք է գեներացվեր։ Քաղաքական պայքարի դիվերսիֆիկացիա ապահովել։ Դրա համար կարելի էր խելոք մարդկանց լսել կամ կանչել խորհուրդ հարցնելու, ոչ մեկ չէր զլանա գնալ խորհուրդ տալ։ Եվ կարծում եմ նաև դրա համար այդ թիմով չպետք էր գնալ, որոնք ունեին իրենց տակ Ես հույս ունենանք, որ եւ կարող էին 2026-ի Փաշինյանի խորհրդանական այս ընդդիմությունը գերակա չի լինի ընտրական գործընթացում։ դրա համար պետք է նոր ուժեր լինեն։ Դե փորձում ենք։ Ակտիվ կոնսուլտացիաների մեջ ենք 4, 5, 6 Ում հետ խոսում է, ասում են կոնսուլտացիաների մեջ, Չէ, մեր իրական ոչինչ չի գործընթացը երևում։ ուղղակի քաղաքականության մեջ, ինչպես դիվանագիտության մեջ ավելի շուտ, այնպես էլ քաղաքականության մեջ մի ոսկի կանոն կա, քանի դեռ ամեն ինչ համաձայնեցված չի, ոչինչ համաձայնեցված չի, բայց կարծում եմ առաջիկա 1-2 ամսում կոնկրետ այն գործընթացը, որի մեջ ներգրաված եմ ես եւ ներգրաված ենք ես եւ մեր կուսակցությունը իր որոշակի ինստիտուցիոնալ արդյունքները կտա։ Ուզեք չուզեք պետք է ակտիվանաք արխիվում 2026-ն է։ Անցած նոյեմբերից մենք այս process-ը սկսել ենք, այնպես չի որ նոր բան է։ Պարոն Սուրենյանց, իմպիչմենտին դարձյալ դառնալով ուզում եմ հիմա նորից մի հատ այսպես խորքային հասկանանք, էլի։ Այս իմպիչմենտը այնուհանդերձ իր դերը ունենալու է հետևյալ տեսանկյունից, հա, շատերի երևի դեմքերը կպարզվեն, ջրերը կպարզաջրվեն ընդդիմադիր հատվածում, Վերադասավորումներ, եկեք ավելի մեղ բառ ասեմ։ Քաղաքական, վերադասավորումներ կառաջանի, որոշակի ջրբաժաններ կամ համագործակցության նոր համագործակցության եզրեր կառաջանան, բայց եկեք չգերագնահատենք։ հասկանալի է։ Որտեվ ամեն մեկ ինչ որ
նիշի վրա դիրքավորվել է եւ իր դիրքերից փորձում եւ կողմնակիցները եւ ընդդիմախոսները փորձում են ամեն մեկը յուրովի իրենց վարկագիծը հիմնավորել։ Տեսեք, երբ որ ասում են քայլ առ քայլ եւ այդ ամբողջը պետք է, ինչպես ասում է Մայլանը, պետք է այսպես հրապարակային լինի, գնացինք X մարդուն падգամավորին ասեցինք դու ինչին ես կողմ եւ նա եթե դեմ եղավ եւ հրապարակա, ինչպես։ Մեկը պատրում էր եթերում նամակը։ Տեսնում եք։ ԿՊ-ից, հա, արդեն բացվեց դեմքը, այսինքն այդ մեկը մենք կարող ենք ասել, որ վաղուց է, այդ մարդու ընդհանրապես ԿՊ-ի դեմքը վաղուց է բաց։ Դե, հա, ինքը ասում է անհատ անձ առ անձ իմանանք էլի, Դավաճանի կողքին եք ժողովուրդ ջան, թե Դավաճանի կողքին չեք։ Որ ԿՊ խմբակցությունը ամբողջովին տեղավորված է Նիկոլ Փաշինյանի գրպանում։ Շատ կարևոր է հիմա հասկանալ ընդդիմադիր հատվածում ինչպես են այդպես մտածում, կարծում եմ այս առումով հետաքրքիր է։ Այնտեղ էլ կարող են իհարկե եւ հիմնավորումներ բերել եւ չբերել, յուրաքանչյուրի փաստարկը կլսենք, հետեւությունները իհարկե կան։ Այո, եւ այդ ժամանակ դարձյալ կվերլուծենք, իսկ ինչ է կարծում հնարավոր կլինի փողոցը գեներացնել, որովհետեւ այս տարիների ընթացքում այո մեր ժողովուրդը շատ է հիասթափված։ Ցանկացած հարցումների ժամանակ, պարոն Սուրենյան, ես դրանում համոզվում եմ, մարդիկ ասում են ում հետևից գնանք, ովքեր են այս ընդդիմադիրները, չկա առաջնորդ, հոգնեցինք, տարան, պտտեցին, հետ ուղարկեցին, անդադար ժողովուրդ ասում է, ու այնքան ենք հոգնել ասում է, որ այս թշնամի Ես ասեմ, որ խստորեն քննադատում են Փաշինյանին եւ քաղաքացիական պայմանագրի յուրաքանչյուր պատգամավորի եւ ներկայացուցիչի անվանելով ընդհանուր միջև թշնամի։ Եվ այդ ամենը, այո, եւ այդ ամենը իմանալով ժողովուրդը ասում է դե մենք մոլորյալ վիճակում ենք։ Երեք պատճառ կա, որը ինձ հիմք է տալի ենթադրելու, որ մինչև 2026 թիվը առանձնապես ակտիվ փողոց չենք տեսնելու։ Երեք պատճառ կա։ Մի պատճառը ունիվերսալ պատճառ է, դա բնորոշ է բոլոր հետպատերազմյան հասարակություններին, պարտություն կրած հասարակությունները որպես կանոն ցնցումներից խուսափում են, փոփոխություններ ուզում են, բայց ցնցումներից խուսափում են։ Դա այդպես է եղել հետպատերազմյան Գերմանիայում, հետպատերազմյան Ճապոնիայում, երկրորդ աշխարհամարտից հետո, որտեղ իրենք վախ ունեն, որ ներքին ցնցումները կարող են արտաքին ագրեսիայի պատճառ դառնալ։ Այդ վախը կա, այդ ֆոբիան։ Սա առաջի պատճառ։ Երկրորդ պատճառը ձևավորված չեն քաղաքական այլընտրանքը դերևս, ու ես չգիտեմ միջև ընտրությունները պետք է հասցնենք անշուշտ ձևավորել, որը ձեր ասած խնդիրը կարող է լուծել, այսինքն ով է գալու Նիկոլի փոխարեն հարցին պատասխան։ Սա երկու։ Եվ վերջապես երրորդը հասարակությունները մի հատ բնավորություն ունեն։ Քաղաքական օրացույցը մեկ-մեկ ուժեղ կնիքի դեր է կատարում։ Շատ քիչ է մնացել հերթական ընտրություններին, հետեւաբար հասարակությանը շատ դժվար կլինի ապացուցել, համոզել, որ գիտեք ինչ կա, եկեք ընտրությունների առիթը մի օգտագործեք, միջև ընտրությունները բան փոխենք, դեռ մարդիկ հոգեբանորեն արդեն պատրաստվում են մի տարի հետո ընտրություններին։ Ուրեմն, եթե ներքին եւ արտաքին անկանխատեսելի ֆորս մաժորներ չլինեն, ամեն ինչ տանում է դեպի 2026-ի ընտրությունները, սա ես ասում եմ խորին հարգանք ունենալով բոլոր այն մարդկանց նկատմամբ, ովքեր ջանք ու եռանդ չեն խնայում ավելի արագ Նիկոլ Փաշինյանին հեռացնելու համար։ Բայց կարող ենք այս հաղորդման փառք Աստծո հիմա շատ տեխնոլոգիապես զարգացած դարաշրջանում ենք ապրում, այս տեսանյութը կմնաք, հիշեք խոսքերս, կրկնում եմ, եթե ներքին եւ արտաքին չկա անկանխատեսելի ֆորս մաժորներ չլինեն։ Օրինակ Աստված մի արածը Իրանի շուրջ զարգացումները չտանեն պատերազմի կամ չգիտեմ, ինչ-որ ցնցումներ ներսում, ինչ-որ տարբեր արտաքին գործոններով պայմանավորված չլինեն, հա։ Այդ ֆորս մաժորները եթե թողենք մի կողմ, եթե այսօրվա տրամաբանությամբ զարգացումները գնան, կարող ենք վստահ պնդել համարյա, որ գնում ենք դեպի 2026-ի ընտրական ցիկլ։ Պարոն Սուրենյան, ընդհանրապես ֆորս մաժորային իրավիճակներում մեր ժողովուրդը էլի փողոց դուրս գալու առավել քան չի նախընտրում։ Այդ շատ բնական է, գիտեք, եթե օրինակ Իրանի շուրջ զարգացում լինի, համախմբում հակառակ։ Այդ ժամանակ գոյաբանական վտանգներ այնքան շատ են լինելու։ Չէ, բայց կարող ամեն դեպքում այնպիսի մի զարգացում լինի, որ իշխանության բուրգը դրա փլատակների տակ մնա, այդ էլ եկեք չբացառենք տեսականորեն, որտեղ մենք շատ թույլ իշխանության հետ գործ ունենք։ Լավ, հետաքրքիր մի այսպիսի առաջարկել կուզեմ անդրադառնալ եւ ամփոփենք մեր հարցազրույցը հետեւյալ տեսանկյունից, որ
այս թիմը, որը նախաձեռնում է impeachment, անվստահության գործընթաց, առաջարկում է հանդիպումներ արտախորհրդարանական ուժերի հետ։ Դուք ևս արտախորհրդարանական ուժ եք։ Մեծ սիրով կհանդիպեմ։ Այն ինչ հիմա ձեր եթերում հրապարակավ ասեցի, ավելի բացված, որոնք բաներ կա եթերով հարմար չեմ գտնում ասել, զուտ մարտավարական առումով, որ իշխանությունը դրանից չօգտվի, ոչ թե ինչ-որ բան ունեմ հասարակությունից թաքցնելու, իմ գործընկերներին արթուն եմ շարժման, եւ առաջարկներ կանեմ, եւ իմ վերապահումները կհայտնեմ, եւ իմ անհամաձայնությունները կհայտնեմ, ուզում եմ մեր հասարակությունը ճիշտ հասկանա։ Ես impeachment-ին կամ որևէ այլ քաղաքական ճանապարհով արագ իշխանափոխության դեմ չեմ, ընդհակառակը։ Ամեն ինչ կանեմ, որ դրանք հաջող են։ Բայց մյուս կողմից պրագմատիզմն ու ռեալիզմն ինձ հուշում են վարդագույն կանխատեսումներ չունենալ դրանց դրական ելքի վերաբերյալ։ Հա, հասկանալի է, սթափ հետևաբար, եթե իմ գործընկերներին հանդիպեմ, այս տրամաբանությամբ ալնելու զրույցը, բայց անշուշտ իրենց ես կանեմ մի քանի արժեքավոր առաջարկներ, մոտավորապես միտնել ասեմ, այն մտքի տրամաբանությամբ կամ այն զարգացման տրամաբանությամբ, որ impeachment-ի մեխանիզմը հերթական ընտրությունների գաղափարի հետ չհակադրեն։ Այդտեղ ես առաջարկներ կանեմ, որտեվ ի վերջո գործընթացը կարող է 100%-անոց հաջողություն չունենալ, բայց կարող է տրիգեր լինել ընդդիմության ճիշտ համախմբման համար, նոր օրակարգ ձևավորելու համար, նոր ընդդիմադիր հարթակ ձևավորելու համար, այսինքն պետք չի սև սպիտակի տրամաբանությամբ որևէ գործընթացի նայել։ Լավ են արել, որ ես սկսել են, ես էլ իրավունք ունեմ մի քիչ թերավատ լինել, բայց ես պարտավոր եմ իմ առաջարկությունները իրենց ներկայացնել։ Առաջարկությունների հետ միասին միանալ պայքարի, պատրաստ եք դրան։ Եթե փողոցային պայքարի նախաձեռնություն լինի, ես որպես քաղաքական գործիչ եւ որպես կուսակցության ղեկավար երբեք չեմ զլացել, եթե այնպիսի օրակարգ է եղել, որը ռացիոնալ է եւ հասարակությանը կոնսոլիդացնելու բան ունի, հա, հատկություն ունի, որովհետեւ նախընտրական տարում այդ ձևի բաների շատ բծախնդիր տինայել։ Եթե ինչ-որ գործընթաց փողոցային հանգարց ձախողենք, ժողովուրդը ավելի ապաթիկ վիճակում կհայտնվի։ Այնպես ասում 7 անգամ պիտի չափենք, մեկը կտրենք, տրամաբանությունը ստեղ պիտի գործի, որովհետև դուք պատկերացնում եք ինչքան ծանր է լինելու հասարակության համար, եթե մի հատ էլ ինքը հիասթափության բանով անցնի։ Միանշանակ, բայց այստեղ հետաքրքիր է, որ իրենք հենց այդ ակնկալիքն ունեն, կարծում եմ այդ ակնկալիքն ունեն Նարեկ Մալյանի հետ իմ հարցազրույցներից մեկում էլ հենց այդ միտքը նա ասեց, որ արտախորհրդարանական ուժերից ակնկալելու են հենց փողոցի գեներացում։ Հարգելի Արմենե, դուք կմիանաք այդ փողոցի գեներացման։ Եթե իրատեսական ծրագիր լինի, ասեցի այո։ Ես ոչ միայն քաղաքական գործիչ եմ, այլ նաև քաղաքագետ եմ։ Քաղաքագետը շատ քաղաքագիտությունը ի տարբերություն տարածված սխալ կարծիքի շատ ճշգրիտ գիտություն է եւ սիրում է գործ ունենալ փաստերի հետ։ Ես դերևս կոնկրետ փաստ կամ կոնկրետ միջոց հասարակական կոնսոլիդացիայի փողոցում այդպիսի բան չեմ լսել։ Այլ որ ես կլսեմ դա կամ կներկայացնեն ու ես դա կհամարեմ իրական, իրատեսական, հա? Հասկանալի է, իմ բոլոր ջանքերը կդնեմ, բայց եթե դա լինի օրինակ մի մեխանիզմ, որ ես լսեցի սրբազան պայքարի ժամանակ եւ իրատեսական չհամարեցի, դա որն էր։ Դե դա էր, որ հրաժարվեցին այն պիկին, երբ որ փողոցը բազմահազարանոց էր եւ կարելի էր եւ impeachment-ի գնալ եւ արտահերթ ընտրությունների հասնել, իրանք երկուսից էլ հրաժարվեցին։ Ինչ-որ զեղումն առատ մի ճանապարհային քարտեզ առաջարկեցին, քաղաքական եւ քաղաքագիտական առումով որևէ բան չասող, այդտեղ միանաս ինչ անես։ Դա հենց այն նույն ուժն է, որից հիմա ակնկալում ենք նորից impeachment-ի գնալ։ Փաստորեն խորհրդարանում Հայաստան խմբակցության հետ էին ակտիվ, չէ՞ իրենք համագործակցության։ Սկզբում կներեք բոլորիս հետ էին։ Բայց հետո բոլորիս առաջարկները անտեսվեցին, մնացել ինչ-որ մնաց։ Այո։ Հիմա դրա համար ես ասում եմ, երբ որ մեկը գալիս է ինձ մոտ, ընդ որում ես շատ բաց եմ բոլոր առաջարկների հանդեպ, եւ առաջարկում է քաղաքական ինչ-որ գործընթաց, դա կլինի
փողոցում կամ որևէ այլ ձևաչափով ես առաջին հերթին ասում եմ եղբայր ծրագիր հետ ներկայացրու քննարկենք։ Այո։ Եթե ծրագրի շուրջ գալիս ենք ընդհանուր հայտարարի, ես ապացուցել եմ, չէ, որ որևէ բան ինչ չի կաշկանդում, որևէ բան չի վախեցնում։ Իսկ կրիմինալ բաներ չկա, որ ինձ կաշկանդի կամ շոր կաշկանդող որևէ հանգամանք չունեմ։ Եվ երևի ամենաշատ Փաշինյանին իշխանազրկված տեսնող մարդկանց շարքերում եմ, առաջի շարքերում, հետևաբար իրատեսական ծրագրին կասեմ այո, բայց պատրանքին, ինչքան էլ այդ պատրանքը քաղցր լինի, չեմ կարող միանալ, կգան, եթե ես էլ եմ լսել, որ ցանկություն ունեն հանդիպումներ ունեն, նաև մասնավոր իրենց այդ զրույցներից գիտեմ, խնդրեմ կգան, կուզեն հանդիպեն, ժամերով պատրաստ եմ աշխատանքային միջավայրում իրենց հետ ամեն բոլոր տարբերակները։ Շատ լավ, իդեպ պատրաստում են նաև 3 նախագաներին եւս հանդիպել աջակցության առաջարկով։ Ես դա շատ լավ գաղափար չեմ համարում։ Ինչու՞։ Քիչ առաջ ասացի, որ ես կարծում եմ, թեպետ իրենք ասում են, որ երեք որոշողը է նախագաները վաստակած հանգստի գնալու։ Դե քանի որ հասկանում եմ, բայց իրենք էլ են ասում, որ այդ որոշումը կայացնողը падգամավորներն են խորհրդարանում։ Լավ, եւ ուզում եմ ավարտել այսօրվա մեր հարցազրույցը, որը հիմնականում եղավ ներքաղաքական, դիտարկումների շուրջ, իրողությունների։ 2026-ին Նիկոլ Փաշինյանը արդեն մի քանի անգամ խոսել է այդ մասին, կարծես նպատակ ունի, որ Հայաստանի Հանրապետության սահմանադրության փոփոխության գործընթացը հանրաքվե կոչվածով հենց այդ գործընթացին զուգահեռ ընթանա, որը կլինի, այսպես ասենք, Ալիևի ամբողջական պահանջի կատարում, ինչ կարծիք ինչ զարգացումներ եք տեսնում։ Փոխեն, որտեղ գործը օրենսդրություն թույլ չի տալի։ Օրենքով դա թույլ չի տրվում։ Այո, դրա համար եմ ասում, այդ անօրինական քայլին կգնա Փաշինյանը։ Բայց այդ փոխելը խնդիր չի, իրանք կոճակը կսեղմեն կփոխեն, դա անտարակույս, եթե նման ցանկություն լինի։ Տեսեք, ակնհայտորեն Նիկոլ Փաշինյանը գնում է Ադրբեջանի գծած սցենարով եւ առաջիկա խորհրդարանական ընտրությունները ընդհանրապես յուրօրինակ հանրաքվեն։ Դրանք խորհրդարանական ընտրություններ չեն դասական իմաստով։ Անկախ դրանից ընդդիմությունը քանի բևեռով կմասնակցի ընտրություններին, մի կողմում լինելու են ուժերն ու անհատները, որոնք պայքարելու են հանուն Հայաստանի Հանրապետության, որտեղ Հանրաքվեի քվեաթերթիկի մի պատասխանը Հայաստանի Հանրապետությունն է։ Մյուս կողմում լինելու են ադրբեջանական ենթապետության կամ արևմտյան Ադրբեջանի օրակարգը գրող ուժերը Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ։ Դեպի ձեր հարցը լրիվ լեգիտիմ է, այստեղ շատ կարևոր բան բայց ձեզ ասեմ, մենք ամեն ինչ պետք է անենք, որ այդ հանրաքվեն տապալվի։ Այո։ Որտեվ դրա եւ այոն եւ ոչը խիստ վտանգավոր են Հայաստանի համար։ Հապես հանրաքվեի գաղափարը այդ հարցի հետ կապված արդեն դարձնում է արևմտյան Ադրբեջան, իսկ ոչը, քանի որ Նիկոլ Փաշինյանի թեթև ձեռքով նոր սահմանադրության հարցը փոխկապակցվել է խաղաղության համատեղ այդ գործընթացի հետ, ոչը ալիբի է Ադրբեջանի նախագահի համար, որպեսզի նա հայտարարի, որ ռևանշիստ է այս ժողովուրդը, խաղաղություն չի ուզում դրանից բխող վտանգներով։ Հետևաբար բոլոր հայրենասերների, Հայաստանի Հանրապետության քաղաքացիների, քաղաքական ուժերի խնդիրն է հանուն Հայաստանի Հանրապետության տապալել սահմանադրական հանրաքվեն դժոխքի վերածելով Նիկոլ Փաշինյանի կյանքը։ Շնորհակալ եմ, այստեղ էլ ավարտենք, պարոն Սուրենյանց, սպասենք նախընտրական զարգացումներին, ասելիք շատ կա, ձեր վերլուծությունները ինչպես միշտ հետաքրքիր են։ Շնորհակալ եմ։ Շնորհակալ։ Վերհիշեցնեմ իմ հեռուստադիտողներին, որ այսօր մենք տաղավար ես հյուրընկալել էի Դեմոկրատական այլընտրանք կուսակցության առաջնորդ Սուրեն Սուրենյանցին։ Լավ եղեք, կհանդիպենք։